Որ ներպարտության պատճառը եւ ով է կորցրել հաղթանակը։ Նոյեմբերի 9-ի 5-րդ տարելիցի նախաշեմին Արցախի հարցը դարձյալ վերածվեց քաղաքական բանավեճի։ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները ներկայիշխանությանն են մեղադրում Արցախի կորստի, պատերազմում պարտության եւ երկրի ներկայվիճակի համար։ 2020-ի պատերազմի, դրա պատճառների ու պարտության մասին առաջինը խոսեց Սերժ Սարգսյանը։ Մենք խոսում էինք այն մասին, որ կա նոր փաստաթուղթ, իսկ իրենք ասում էին չկա։ Չկա, բայց արտգործնախարարը գնում էր հանդիպումների։ Չկա, բայց մենք տեղեկություններ էինք ստանում, որ կա այդպիսի փաստաթուղթ։ Ես օրինակ Արցախի Հանրապետության ղեկավարությանը ասել եմ, որ կա այդպիսի փաստաթուղթ եւ խնդրում եմ գնացեք այդ կառավարիչի մոտ եւ ասեք թող ձեզ ցույց տան այդ փաստաթուղթը։ Երրորդ նախագահը նշել է պատերազմի պատճառներից մի քանիսը, շեշտելով, որ դրանցից գլխավորը բանակցային գործընթացից հրաժարվելն էր։ Երրորդ հանգամանքը կայանում էր նրանում, որ ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հաջորդ օրն անդրադարձավ պատերազմի պատճառներին ու կորուստներին։ Նա կտրականապես հերքեց, թե երբևէ բանակցել է Մեղրին կամ Արցախը հանձնելու մասին։ Ըստ նրա, իր բանակցած տարբերակը թույլ էր տալիս պահպանել Արցախը Մեղրին առանց կորցնելու, եւ այդ բանակցային տարբերակից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Ոչ հիշեք։ Հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից եւ այդ հրաժարվելը բերեց նրան, որ Լաչինի միջանցքը փակվեց եւ ավարտվեց ամեն ինչը Արցախի կորստով։ Երկրորդ նախագահն ասում է, պատերազմի անխուսափելիությունը կանխազգում էր պատերազմից դեռ 1 տարի առաջ, նկատելով Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Ամեն ինչ արվում է պատերազմ հրահրելու համար։ Նայեք, երևի ձեր հարցի մի քիչ այլ ձևակերպումը հետևյալը կլներ, ինչու սկսեց պատերազմը։ Չէ, երևի սա է։ Չոր մնացորդում։ Առաջի հերթին դա բանակցային գործընթացի ձախողումն էր։ Պատերազմի անխուսափելիությունը զգացել է նաև Սերժ Սարգսյանը, երբ ակներև էին զինված ուժերում առաջացող խնդիրները։ 18-ի արդեն երկրորդ կեսին տեսնում էի, 19-ին տեսնում էի, 20-ին համոզվում էի եւ արդեն 20 թվականի օգոստոսին ես հայտարարեցի մեծ ասուլիսի ժամանակ, որ ռազմական գործողությունները շատ են մոտեցել։ Երկու նախագահներն էլ պատերազմի պատճառների մասին համակարծիք են, բանակցություններից հրաժարում, անպատասխանատու հայտարարություններ։ Միաժամանակ նրանք մերժում են Փաշինյանի պնդումները, թե իրենք են պատասխանատու կորուստների համար։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը գրառում է արել պնդելով, թե այս հարցազրույցները եւս մեկ անգամ ապացուցում են երկրորդ եւ երրորդ նախագահները Ղարաբաղի հարցը օգտագործել են որպես Հայաստանի վզին գցած թոկ։ ՔՌԻ եւ ՍՍԻ վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոք Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը եւ նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար։ Փաշինյանը նաեւ հայտնել է, որ մինչեւ տարեվերջ հրապարակելու է նախագահների բանակցած փաստաթղթերը ու ընդգծել, որ Արցախի հայությունը պետք է, ինչպես ինքն է ասում, տնավորվի Հայաստանում։ Երկրորդ եւ երրորդ նախագահները սակայն վստահեցրել են, որ պատերազմի օրերին փորձել են աջակցել Արցախի իշխանությանը, սակայն ըստ Քոչարյանի այդ օգնությունից հրաժարվել է այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ամեն օր Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջոցով փորձում էի հորդորել Արայիկ Հարությունյանին, որ անեն ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար։ Ակնհայտ էր, որ մենք պարտվում ենք։ Ինքը հակված չէր, թե ինչն էր։ Չէր կարողանում կապի դուրս գալ։ Չէ, կապը իրենց մոտ օրը մի քանի անգամ էր, նույնիսկ ես առաջարկեցի այն ժամանակ հանդիպենք նախկին նախագահներով եւ ներկա նախագահով, թեկուզ Արայիկ Հարությունյանի նկատմամբ
ին վերաբերմունքս հայտնի է։ Ինքը չպետք է հայտնվեր այնտեղ նախագահի պաշտոնում։ Բայց այնուամենայնիվ ես ինքս գնացի, ես ինքս դա առաջարկեցի եւ ես ունեի կոնկրետ պլան։ Թե Քոչարյանը, թե Սարգսյանը հայտարարում են, որ խաղաղության կողմնակից են, սակայն տարբեր պատկերացումներ ունեն դրան հասնելու ճանապարհի մասին։ Նրանք չեն հավատում այն խաղաղությանը, որի մասին խոսում է Փաշինյանը։ Այ առաջի հերթին պետք է զբաղվել լուրջ բանակով։ Պետք է ամրացնել Հայաստանի անվտանգությունը եւ ոչ թե նրա համար, որ պատերազմենք, հենց նրա համար, որ չպատերազմենք։ Այսպիսով Արցախի հարցը շարունակում է մնալ քաղաքական վեճերի առանցքում, երկրորդ եւ երրորդ նախագահների պնդումները գրեթե նույնն է, իսկ Փաշինյանը շարունակում է պնդել, նախկիններն են մեղավոր։ Սեդամակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։